Դե ինչ, Նիկոլը դժեց հեղափոխության տված իր խոստումներից գուցե վերջինը, այն է երբեք չկեղծել ընտրությունները։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, ուզում եմ ձեր հետ կիսվել իմ մտքերով եւ որոշակի ամփոփումներ տալ։ Ինչ տեղի ունեցավ։ Կարճ ասած Նիկոլը ընտրությունները կեղծեց։ Նիկոլը գողացավ հայ ժողովրդի քվեները։ Եվ դրանով հանդերձ այսօրվա օրով Նիկոլը ունի լեգիտիմության խնդիր, այսինքն չունի բավարար հավաքած այնքան ձայն, որով կարողանա սահմանադրական մեծամասնություն ձևավորել եւ սահմանադրության հետ կապված գործողություններ կատարել։ Բայց եկեք միած սկզբից գանք, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում։ Նախընտրական տեռոր, խայտառակ արտաքին միջամտություն դրսից այլ պետությունների առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ, ուժայինների ոչ adekvat պահվածք, ձերբակալություններ, կալանավորումներ, երկակի ստանդարտներով առաջնորդում, այսինքն այն ինչ կարելի էր իշխանության ներկայացուցիչներին, ոչ միայն կտրուկ արգելված էր փաստորեն ընդդիմությանը, այլ նաև նրանք դրա համար կալանավորվում ու ձերբակալվում էին։ Վերջի 1 տարվա ընթացքում մենք տեսել ենք այնպիսի էմոցիոնալ ֆոնի ձևավորում, որը միտված էր հայ ժողովրդի հոգևոր մշակութային ողնաշարը կոտրելուն, եկեղեցու հետ կապված դեպքերը, կալանավորված ու ձերբակալված սրբազանները, ընդդիմադիրների բազմաթիվ կալանավորված ու ձերբակալված ներկայացուցիչներ, մի խոսքով Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում անում էր եւ այսպես ասած Հայաստանում դրել է վերջնականապես բռնատիրական ռեժիմ մտցնելու օրակարգ, ինչին քայլ-քայլ ինքը մոտենում է։ Ակնհայտ է, որ գիշերը նաև տեղի է ունեցել տեխնիկական կեղծում կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այդ բոլորս ենք դրան ականատես եղել, որովհետև նման բան չի եղել ոչ մի տեղ, ոչ մի պետությունում, Հայաստանում հատկապես։ Ամեն մի վատ բանի հետ մեկտեղ նման բան երբեք տեղի չէր ունեցել։ Մի խոսքով, Նիկոլը կեղծեց ընտրությունները։ Ընդդիմության հավաքած ձայները այս ամեն ինչում ավելին քան լավ ցուցանիշ է, շատ լավ ցուցանիշ է։ Ապրեն բոլոր այն մարդիկ, ովքեր գնացել են ընտրատեղամասեր, ապրեն բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն եղել, որ իրենք պարտվեն վարչական ռեսուրսին։ Իսկ ակնհայտ է, որ ընտրություններում Նիկոլի նույնիսկ այս իր համար կատաստրոֆիկ թվերը նա կարողացել է գրանցել միայն ընտրությունները կեղծելով եւ միայն վարչական ռեսուրսի հաշվին։ Ընդդիմությունը իհարկե նման բաների հնարավորություն չի ունեցել։